Կանաչ մեքենաներին կարմիր գծերից ներս անվճար կայանելու Երևանի քաղաքապետարանի որոշումից 3 ամիս անց հանրապետության միանգամից 5 հասցեներում հայտնվեցին էլեկտրական մեքենաները լիցքավորող կետեր։ Դրանցից 3-ը մայրաքաղաքում, մեկը Ծաղկաձորում, մյուսը Դիլիջանում։ Իսկ հնարավոր է էլեկտրամոբիլով ճանապարհ դուրս գալ եւ չանհանգստանալ, որ մեքենայի էներգիան կվերջանա, իսկ մոտակայքում լիցքավորման կետ չկա։ Երևանում լիցքավորման 3 սարքերից մեկը տեղադրված է Հանրապետություն փողոցի սկզբնամասում, սա քաղաքի փոքր կենտրոնում է։ Այստեղ լիցքավորելուց հետո մայրաքաղաքի տարբեր փողոցներով կարելի է հասնել 2-րդ եւ 3-րդ կետերին։ Մեկը աշտարակի խճուղու վրա Կովկաս ռեստորանային համալիրի բակում, սա Երևանի ծայրամասն է։ Մյուսը Նորքում Բետ կոնստրուկտի գրասենյակի բակում։ Իդեպ հենց այս ընկերության հիմնադիրներ Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ է տեղադրվել այս լիցքակետերը, նաև մարզերում։ Էկո մեքենայով Հայաստանի տուրիստական 2 ուղղություններով Ծաղկաձոր ու Դիլիջան գնալիս կարելի է հանգիստ լինել, մոտակայքում լիցքավորման կետեր կան։ Երևանի Ծաղկաձոր 55 կիլոմետր է, 40 րոպեում հնարավոր է հասնել այնտեղ։ Լիցքակետը Մարիոթ հյուրանոցի բակում է։ Երևանից Դիլիջան 96 կիլոմետր է։ Ճանապարհը թույլատրելի արագությամբ կարելի է անցնել 1 ժամ 15-ից 20 րոպեում։ Այստեղ լիցքակետը տեղադրված է Դարավանդ Իջևանատան մոտ։ Թե մարզերում, թե Երևանում առանց արգելքի կարելի է մոտենալ սարքերին ու լիցքավորել մեքենան։ Էլեկտրոմոբիլները լիցքավորվում են 2-ից 3 ժամվա ընթացքում։ Մեկ լիցքավորմամբ 80-ից 120 կմ/ժ արագությամբ կարելի է անցնել 410 կմ ճանապարհ։ Հայաստանում տեղադրված 5 կետերից լիցքավորվել կարող են բոլոր մակնիշի էլեկտրոմոբիլները։ Եթե կանաչ մեքենաները ավելանան, այս սարքերը տեղադրած ընկերությունը խոստանում է կրկնապատկել լիցքավորման կետերի թիվը։ Տարոն Կոխլիկյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։